Բարև Ֆակտոր TV յուրը քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանն է, ողջույն, պարոն Նավասարդյան, ինչպես է գնահատում Գյումրիի քաղաքապետի ու եւս 7 պաշտոնյայի ձերբակալելու հակակոռուպցիոն կոմիտեի որոշումը մեղադրանքը կաշառք ստանալու մեղադրանք է սա ընդդիմությունը օրինակ որակել է որպես քաղաքական հալածանք, դուք ինչ եք մտածում։ Նայած ինչ ենք հասկանում քաղաքական հալածանքի տակ, տարբեր մարդիկ մեզ մոտ նույնիսկ իրավապաշտպան հանրության ներկայացուցիչները տարբեր ձևակերպումներ են տալիս, ինձ համար արդեն այն, երբ ընտրովի է կիրառվում նման վերաբերմունք տարբեր գործիչների նկատմամբ դա արդեն քաղաքական հալածանքի տպավորություն կարող է թողնել եւ այդպիսին էլ կա դա ես կարծում եմ մեզ մոտ անկալելու համար կարեւոր է մի փիլիսոփայական հարց քննարկել եւ ես առաջարկում եմ որ մենք մի փոքր դրան անդրադառնանք քանի որ դուք հաստատ ունեք ինձանից ավելի իրազեկված եւ իրավաբանորեն ավելի պատրաստված հյուրեր, որոնք կարող են ավելի հստակ գնահատականներ տալ։ Ես փիլիսոփայական տեսակետից նայեմ, գիտեք, ցանկացած պետությունում կա ինչ-որ հանդուրժողականության սահման, տարբեր այնպիսի վարքագծի իրադարձությունների նկատմամբ, որոնք պարունակում են իր մեջ հանրային բարոյականության չափորոշիչներ, օրինականության չափորոշիչներ, բարևարկության չափորոշիչներ։ Մեր հասարակությունում ցավոք դրանք այդքան ցածր են, բոլորը, իմ նշածներից բոլորը, որ բավականին շատ հանրայնորեն ճանաչված, նույնիսկ իշխանությամբ օժտված մարդիկ այդ սահմանները եւ այդ անցնում են եւ այդ չափորոշիչներին չեն համապատասխանում։ Եվ դա տեսանելի է հասարակության համար։ Եվ եթե այդ բոլորը տեսնելու հանդերձ մենք ականատես ենք լինում ինչ որ հստակ քաղաքական պատճառով, որոնց նկատմամբ կիրառվում են խիստ միջոցներ, մյուսների համար չեն կիրառվում, հա։ Այսինքն դուք մեղադրանքի հիմքը չեք հերքում, այլ որ բոլորովին։ Ես կարծում եմ այդքան տարածված են մեզ մոտ վարքագիծ, քայլեր, որոշումներ, գործողություններ, որոնք ենթակա են պատասխանատվության տեսակետից պետության կողմից միջամտության համար, որոնք որ այս ֆոնին այդպես բավականին հստակ քաղաքական ուղղվածություն ունեցող գործողությունները բնականաբար չեն կարող չդիտարկվել որպես քաղաքական հետապնդում։ Տեսեք, խորհրդանական ընդդիմությունը կամ արտախորհրդանական այլ ուժեր այս ընթացքում քննարկում են Գյումրիի սցենարը հանրապետության մակարդակով կրկնելու հավանականություն, երբ նրանք տարբեր, այսպես կողմերից գնում են ընտրությունների, չեն միավորվում, հետո կոնսենսուս -1-ով հեռացնում են իշխանություններին, դա ինչքանով հավանական պրոցես է, ինչու այս հարցը պարոն Ղուկասյանի թեմայից հետո տվեցի, որովհետև նա այն ֆիգուրն է, որը ընդդիմության կոնսենսուսի արդյունքն էր Գյումրիում։ Նախ այն ինչ որ կատարվում է Գյումրիում նորություն չէ։ Եվ դա, ասենք, մասամբ կարելի է քննարկել որպես տեղական ինքնակառավարման համակարգի ինստիտուտի չկայացվածության դրսևորում։ Նկատի ունեք ձերբակալությունը, թե պարտադիր չի ձերբակալություններ լինել, բայց մենք բազմաթիվ համայնքներում տեսել ենք սցենարներ, երբ ընտրվում է իշխանությունների համար անցանկալի անձ որպես համայնքի ղեկավար եւ ինչ որ գործողություններ են կատարվում իր դեմ եւ որքանով մեծ է քաղաք, այդքան այդ գործողությունները ավելի խիստ են։ Հա, հիշում ենք Վանաձորը, հիշում ենք բազմաթիվ այլ համայնքներ, որտեղ ընտրված ղեկավարի նկատմամբ բավականին խիստ միջոցներ են ձեռնարկվել եւ համարյա չենք հիշի դեպքեր, երբ նման գործողություններ իրականացվել են այն ընտրված համայնքների ղեկավարների նկատմամբ, որոնք, այսպես ասենք, հարում են իշխանություններին։ Այստեղ հարցը ունի միգուցե երկու մակարդակ։ Իսկ եթե այդ մարդիկ իրոք այդքան վատն են,
այդքան հակված են անօրինական գործողությունների։ Ինչու է մեր տեղական ինքնակառավարման համակարգը այնպես աշխատում, որ նման մարդիկ ընտրվում են։ Դա արդեն խոսում է նրա մասին, որ համակարգի նկատմամբ անհրաժեշտ բարեփոխումներ չեն իրականացվել տարիներ ի վեր։ Դա քաղաքականացումն էլ չօգնեց, այսինքն կուսակցություններով անգամ դա չօգնեց եւ միգուցե նույնիսկ խանգարեց, քանի որ ես շատ լավ հիշում եմ, երբ 10 եւ դրանից առաջ տարիներ առաջ, երբ որ քննարկվում էր այդ մեծ համայնքներում համամասնական սկզբից միայն մեծ համայնքներում 5000-ից ավելի բնակչություն ունեցող համամասնական ընտրությունների անցկացումը, այն ժամանակ կար առաջարկ, որ պարտադիր չէ, որ դրանք լինեն քաղաքական ուժեր, քաղաքական կուսակցություններ կամ միավորումներ, այլ կարող են լինել նաև քաղաքացիական նախաձեռնություններ, այսինքն մարդիկ, որոնք չեն հարում համապետական մակարդակով որևէ քաղաքական ուժի, բայց հստակ պատկերացումներ ունեն ինչպես զարգացնել իրենց համայնքը եւ հենց այդպիսի օրակարգում մասնակցում են ընտրություններում։ Փաստորեն դա մերժվեց։ Եվ այդ ամեն ինչին տրվեց արհեստականորեն քաղաքական բնույթ ամբողջ այդ տեղական ինքնակառավարման ինստիտուտին։ Սա մի խնդիր։ Երկրորդ խնդիրը կամ երկրորդ մասը իմ հարցի պատասխանի, ձեր հարցին պատասխանի, այն է, որ ընդհանրապես զուգահեռ անցկացնել Գյումրի քաղաքական միջավայրի եւ համապետականի հետ սխալ է։ Բայց ընդդիմություն կարծես այս դրա վրա է հաշվարկանում։ Դե ինձ թվում է նույնիսկ ես բավականին շատ եմ լսել նաեւ ընդդիմության ներկայացուցիչների հորդորը այդպիսի զուգահեռ չանցկացնել։ Հա, որտեվ եւ ես համաձայն եմ, որ պետք չի զուգահեռ անցկացնել, քանի որ Գյումրիում մենք շատ լավ գիտենք, որ աշխատել է ոչ միայն քաղաքական, այսպես կողմնորոշման հարցը, այլ աշխատել են անձնական կապեր, ընտանեկան կապեր, թաղային կապեր եւ այլն, եւ այդ կարգի կապերը իրանք ամեն մի համայնքում տարբեր են։ Նույնը չի կարող լինել որևէ այլ համայնքում, այն ինչ տեղի ունեցել։ Այսինքն Վարդան Ղուկասյանին ընտրողը կարող է Փաշինյանին ընտրել։ Իհարկե, միանշանակ։ Նույնիսկ այդպիսի բաներ հնարավոր են, եթե մի փոքր լայն դիտարկենք սցենարները, եւ համապետական մակարդակով կարծում եմ արդեն այլ հանգամանքներ են որոշիչ դեր կատարելու, իհարկե նաեւ այդ կապերը իրենց դերը խաղալու են, որտեվ կա ի վերջո ուղղորդում ընտրությունների մասնակցողների, այդ ինստիտուտը մեզ մոտ ոչ մեկ չի չեղարկել եւ այդ հորդորները կարող են տարբեր տեսակի լինեն եւ ֆինանսական խրախուսման մեխանիզմներ եւ ասենք գործատու եւ աշխատող հարաբերություններ, այդ ամեն ինչը աշխատելու է։ Բայց ամեն դեպքում հիմնականը համապետական ընտրություններում ամեն դեպքում քաղաքական կողմնորոշումն է, հենց քաղաքական կողմնորոշումն է, արդյոք դու աջակցում ես այս կամ այն քաղաքական ուժին եւ իր առաջնորդին, թե չես աջակցում, այնպես որ ես չեմ կարծում, որ ուղղակի այդպես համեմատել Գյումրի ընտրությունները եւ այս սցենարը, որ այնտեղ իրականացվել է, դիտարկել որպես հնարավոր զարգացում համապետական մակարդակով։ Կան նաև հոգևորականների ձեռբակալություններ կամ կալանավորումներ եւ այս ամեն ինչը ուղեկցում է ձեռնագրությունների հրապարակմամբ մի դեպքում Արագածոտնի թեմի առաջնորդին այլ հոգևորականներին վերագրվում էր հետևյալը ըստ այդ ձայնագրության, որ նրանք ուղղորդել են կոնկրետ հոգևորականի մասնակցել ընդդիմության հանրահավաքներ, մեկ այլ դեպքում, որ ուղղորդել են ընտրել քաղաքական ուժի։ Եվ սա ասում է այն հոգևորականը ըստ ձայնագրության, ում ուղղորդել են, հա, որը այսպես ընդդիմացել է դրան, ոնց հասկացանք դուրս է եկել հետագայում եկեղեցում, բայց սա 23 թվականի իրողություն էր։ Մյուսը Միքայել arczepiskopos Աջապայանը 2 տարվա ազատազրկման է դատապարտվել էլի հայտարարություն անելու համար ըստ դատարանի որոշման ռազմական հեղաշրջման կոչի եւ Բագրատ arczepiskopos Գալստանյանի եւ մյուսների գործը շարունակվում է եւ կա պես ասենք բախում բարձրաստիճան աշխարհիկ եւ հոգեվոր իշխանությունների միջև, այսինքն այս Արագածոտնի թեմի
առնչությամբ ձայնագրությունը շոշափում է նաև կաթողիկոսի անունը։ Սա ինչ կարող է նշանակել, ինչպես եք դուք սա տեսնում, պարոն Աղասարյան։ Նույն տրամաբանության մեջ այսօր կան ակնհայտ դրսևորումներ նրան, որ եկեղեցին պատրաստվում է խաղալ դեր քաղաքական գործընթացներում, այն դիտարկվում է, ինչպես 26-ին նկատի ունեք եւ մինչեւ 26 ամեն դեպքում այս ոչ քաղաքական գործընթացը միայն քվեարկության օրով չի սահմանափակվում։ Դիտարկվում է եւ վաղուց է դիտարկվում որպես հակառակորդ ներկայիշխանությունների կողմից եւ բնականաբար ցանկացած բան, որ կարելի է կպցնել եկեղեցուն, արվելու է։ Այստեղ շարունակելով այն իմ առաջին միտքը, որը ես հավակնություն ունեցա փիլիսոփայական համարել, այն ինչ այսօր բացահայտվում է կապված հայ առաքելական եկեղեցու հետ։ Ես չգիտեմ որևէ դրսևորում եկեղեցու, որի մասին հասարակության մեծ մասը չգիտեր։ Ամեն ինչ էլ գիտեին։ Եվ ինչ բարքեր են տիրում, եւ տնտեսական տարբեր խնդիրներ, որոնք կարող են թեմաներ կան, որ դեռ հանրային, բայց մեր այդ հանրային հանդուրժողականությունը այդ ամբողջ ընդունում էր։ Եվ դա խոսում է այդ ցածր շեմի բարոյական շեմի մասին, հա, ընդհանուր մեր հանրային առողջության տեսակետից։ Եվ եթե հանկարծ դա դառնում է անհանդուրժելի, դա նշանակում է, որ այստեղ կա իրավիճակային քաղաքական ենթատեքստ։ Եվ կարծում եմ ցանկացած ողջամիտ մարդ դա լավ հասկանում է։ Եթե դու ուղղում ես քո իրավապահ համակարգի ամբողջ ուժը ինչ որ կոնկրետ հասցեով, դու համարյա ցանկացած հանրային կամ պետական ինստիտուտում կարող ես այնպիսի բաներ հայտնաբերել, որոնք հայտնի են, կիսահայտնի են կապված որքանով է ուշադրության կենտրոնում այդ ինստիտուտը, բայց դա արվում է միայն կոնկրետ դեպքերում եւ կոնկրետ շահերի պարագայում։ Այնպես որ նաև եկեղեցու հետ կապված, որը ունի կրկնում եմ բազմաթիվ խնդիրներ, որոնք գիտակցվում են հասարակության կողմից, այդ բոլոր գործողությունները նրանք նույնպես միանշանակ քաղաքական համատեքստ ունեն։ Ես ուզում եմ բերել այն մյուս կողմից արգումենտներ, տեսեք, իշխանությունը կարող է ասել, այո, դուք ունեք մեծ ցանց եկեղեցին, գյուղերում, քարոզ եք անում, ասում եք ում է պետք է երկիրը, որտեղ հայերեն չեն խոսելու, հա, օրինակ, եւ բաց են հոգեվորականները քննադատում այս իշխանություններն, ել չասած մենք տեսնում ենք քաղաքական պայքարներ հոգեվոր գործչի գլխավորությամբ, Բագրատ arczepiskopos Գարստենյան, դա փաստ է, որը Կանադայի քաղաքացի էր եւ չկարողացավ վարչապետ տեխնացու դառնալ։ Իշխանությունը կարող է ասել, եթե դուք մտել եք իմ ոլորտ, ես էլ մտնում եմ ձեր ոլորտ։ Այդ բոլորը նորություն չէ։ Մենք շատ լավ գիտենք, որ ամբողջ ընթացքում մեր անկախության այդ 30-ից ավել տարիների ընթացքում եւ պետություններ, այսինքն իշխանությունը մտնում էր եկեղեցու գործի մեջ եւ դրա մասին շատ լավ գիտեն մարդիկ, որոնք հետևել են քիչ թե շատ ուշադրությամբ 99 թվականի հոկտեմբերի 27-ի, հա, ընտրություններին կաթողիկոսի, բազմաթիվ վկայություններ կան, բազմաթիվ փաստեր կան։ Եվ եթե այդպիսի կապ ձևավորվել է եւ դրանից ոչ մեկ չի հրաժարվել ոչ մի պահ կրոնական շրջանակների եւ պետական կառույցների միջև, ուրեմն ինչու դա չպետք է լինի այսօր։ Դրա դեմ ոչ մեկ երբեք բացի այդ իրավիճակային շահերի պարագաներից ոչ մեկ դրանով չի մտահոգվել եւ որևէ բան չի ձեռնարկել։ Պես որ մենք ընդհանրապես ունենք սուր արտահայտում ունեցող մեր ավանդական հանրային կյանքի դրսևորումներ։ Քանի որ իրավիճակը քաղաքական սուր է, դրսևորումները նույնպես սուր են։ Շատ լավ, իսկ ձեր կարծիքով բարձրաստիճան եկեղեցականները ինչպես պետք է դիրքավորվեն քաղաքական հարցերում։ Եկեք խոստովանենք, որ այսօր նրանցից չասեմ շատերը, այդպես ես չեմ հաշվել, բայց կարկառունները ասոցացվում են առնվազն ընդդիմության խոսույթի հետ։
չասեմ Քոչյանի թիմակից են կամ Սերժ Սարգսյան, բայց խոսույթով շատ նման են, ավելի պահպանողական, ավելի ընդդիմադիր։ Դե եկեղեցին պահպանողական կառույց է, այդտեղ բնականություն կա։ Բայց այսինքն իշխանությունը ասում է, տեսեք, նրանք նույն թիմն են։ Եկեղեցին օգտագործելու է իր ցանցը իմ դեմ պայքարի եւ այսինքն որն է այն առողջ, միգուցե եկեղեցականներն էլ խնդիր ունեն ընդդիմությունից դիստանցավորվելու եւ մի քիչ ավելի անաչառ արբիտր ընկարվելու։ Էլի եկեղեցականները միանշանակ։ Էլի հնչեցնեն օրինակ իշխանության քննադատություն, մի օր էլ ընդդիմությանը քննադատեն տարբեր հարցերով, հա, բայց այսպես ասենք չընկալվեն թիմակից։ Սա հնարավոր է թե անցել ենք այդ հնարավորության։ Չէ, հենց այդպես էլ պետք է որ լիներ, հա, բայց ինչու մենք այստեղ դժվարությունների առաջ ենք։ Իշխանությունն է մեղավոր, միգուցե չի լսում։ Ինչպես ես արդեն ասեցի, տեղի էր ունենում երկար ժամանակ սերտաճում կրոնական ղեկավարության եւ քաղաքական իշխանության միջև։ Եվ այդ սերտաճումը մի օրում չի կարող վերանալ։ Դուք նկատի ունեք նախորդ իշխանության այդ սերտաճումը, հա։ Դե երկար երբ եղել, հա։ Այս 7 տարին առաջ երկար չէ, մանավանդ որ չկարել ջանքեր, հա, ասենք դա բնականաբար էլի դրական չէր ընկալվելու, բայց մինչև վերջերս ջանքեր էլ չէին գործադրվում այդ սերտաճման ուղղությունը փոխել, հա, կամ վեկտորը փոխել։ Գոնե միջին դաշտ գալ, որ հավասարահեռ լինել քաղաքական ուժը։ Հա, միգուցե տեղային փորձեր եղել են, ասենք մենք բոլորս շատ լավ գիտենք, որ նույն Բագրատ Գալստանյանը ինքը բավականին ակտիվ ներգրաված էր տարբեր հանրային կառույցներում, այդ թվում այնպիսի հանրային կառույցներում, որոնք անմիջապես կապված են իշխանությունների հետ, հա, հիմնադրամներ եւ այլն, շատ լավ գիտենք։ Այսինքն այդ կարգի տեղային մասնավոր փորձեր եղել են, բայց արդյունք չեն բերել, ինչու, որտեվ ամբողջությամբ ինստիտուտը, եկեղեցու ինստիտուտը ինքը սերտաճած էր այն քաղաքական շրջանակների հետ, որոնք այսօր անդիմություն են, մասամբ նաև սերտաճում եւ դա ոչ միայն 99 թվականից հետո էր, մինչև էտել դա կապը Ռուսաստանի հետ, որը նույնպես Հայաստանի արտաքին քաղաքականության, ռազմավարական պատկերացումների եւ տեսլականների արտահայտում էր։ Այսինքն այդ երևույթը, որը կար մեր քաղաքական իրողություններում, ինքը տարածվել է նաեւ ժամանակին եկեղեցու վրա, էլ չեն խոսում խորհրդային ժամանակների համար, իսկ եկեղեցին շատ ավելի պահպանողական համակարգ է, այն ինչ արագ կարող է փոխվել մեկ քաղաքական ղեկավարի փոփոխությամբ, եկեղեցում դա հնարավոր չէ։ Այդ ինստիտուտը ինքը իր բնույթով ինքը պահպանողական է, քանի որ ոչ ունի ժամկետային ընտրություններ, տարբեր բարձրաստիճան ղեկավարների եկեղեցու որպես ինստիտուտի, այնպես որ այդտեղ այդ բոլոր երևույթները եւ իներցիան ինքը պահպանվում էր շատ ավելի երկար, քան դա տեղի ունենում քաղաքական համակարգում կամ ընդհանրապես հասարակությունում։ Եվ այսօր դա ստանում է բավականին սուր դրսևորումներ, քանի որ մի կողմից մենք տեսնում ենք միտումներ, որ Հայաստանի աշխարհաքաղաքական այդպես շրջադարձը վատ է ընդունվում այդպիսի պահպանողական կառույցի եւ նրա ավանդական կապերի կողմից եւ ես օրինակ համաձայն չեմ այն տեսակետի հետ, որ Մոսկվայում միայն նրա մասին են մտածում, ինչպես անեն, որ Փաշինյանը չղեկավարի Հայաստանը, ես այդ տեսակետի հետ համաձայն չեմ, բայց միանշանակ Մոսկվայում ցանկանում են հնարավորինս թույլ իշխանություն ունենալ Հայաստանում, որպեսզի շանսերը մեծանան այդ թույլ իշխանությանը ինչ որ բան թելադրել։ Եվ դրա համար օգտագործվում են բոլոր հնարավոր ազդեցության լծակներ, այդ թվում նաև կարծում եմ եկեղեցու ներկայացուցիչներին։ Եվ բացի ուրեմն իշխանություն ընդդիմություն հարաբերություններից, որոնք սուր բնույթ են ստանում, այստեղ կա նաև արտաքին կողմնորոշման հետ կապված ակնհայտ մտահոգություններ իշխանության մոտ, որը դրսևորվում է այսպիսի, ես կասեի, ընտրողական
արդարադատության, եթե այդ եզրույթը կարող ենք օգտագործել տեսքով։ Դա նաև ինչի մասին է խոսում։ Եթե մեզ մոտ ձևավորվեին այս հեղափոխությունից հետո այնպիսի համակարգեր, որոնք թույլ կտային նմանատիպ մարտահրավերները եւ խնդիրները լուծել գերազանցապես կատարյալ իրավական մեխանիզմներով, սա շատ ավելի առողջ գործընթաց լինի, բայց այդպիսի մեխանիզմներ ստեղծված չեն Հայաստանում, նաև այն պատճառով, որ բոլոր հանրային կառույցներում, բոլոր մակարդակներում հանդուրժողականությունը անօրինական եւ հանրային բարոյականության տեսակետից անընդունելի դրսևորումների այդ հանդուրժողականությունը շարունակում է բավականին բարձր լինել եւ նման պայմաններում նման մթնոլորտում ցանկացած միջոց արդարացված է եւ ընդունելի է։ Շատ կարեւոր հարց բարձրացրիք, այսպես արտաքին վեկտորի ընթացքը եւ Հայաստանի ներքաղաքականությունը։ Քանի որ տեսեք, պաշտպանել այն միտումները, որոնք այսօր կան արտաքին քաղաքականության տեսակետից, հա, միգուցե արդարացված գաղափար է, հա, կամ նպատակ։ Բայց երբ դու դա անում ես անընդունելի միջոցներով, դու դրանով ստեղծում ես ռիսկեր, որ երբ որ այդ հարցը լուծես, ասենք թե լուծեցիր դու այդ հարցը, դու հետո հետ վերադառնաս նորմալ իրավական համակարգին, իրավական պետության սկզբունքներին, ժողովրդավարության սկզբունքներին, դու կարող ես կորցնել այդ հնարավորությունը եւ ամեն ինչ արդեն իներցիայով դու լուծեցիր, կարծես թե քո հիմնական գլոբալ հարցը, բայց պետությունը չդարավ այնպիսին, ինչպիսին դու ուզում ես որ նա ունենա հենց այդ գլոբալ հարցը լուծելու միջոցով։ Իշխանականներից երբեմն կարելի է լսել, որ այսպես ասենք ռուսական ազդեցության գործիչների հետ մենք վարվում ենք ինչպես Պուտինը կվարվեր նրանց հետ, եթե նրանք գործեն դու դառնում ես Պուտինի ստեղծած պետության նման մի պետություն։ Եվ մեսիջը տեղ չի հասնում։ Տարբեր աշխարհակահաղական ուղղվածությամբ, բայց դա տեղ չի հասնում, որ մի միջամտեք մեր գործեն կվարվենք այնպես, ինչպես դուք եք վարվում ձեր Նավալնիների հետ։ Չէ, հասնում է պրակտիկ մակարդակով, եթե իրոք դա արդեն ցավ է պատճառում, միգուցե դա հաշվի առնվի։ Բայց մեզ ինչ դրանից։ Ներքին մեզ ինչ դրանից, մեր ներքին կյանքը դրանից արդյոք նորմալ կդառնա, թե չէ, թե դա կդառնա սովորություն արդեն։ Երկու հայտարարություն, պարոն Ասարդյան, որ մեր զրույցը բնականորեն շարունակում է, արտգործնախարարի հայտարարությունը, որ մեկ ամսում կամ մեկ տարում Հայաստանը կարող է ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել եւ Պոլսո հայոց պատրիարք։ Ես այդպես չեմ։ Մի քիչ անորոշ էր, այսպես ասենք թե կարող է չպնդենք որ այո կարող է 10 տարուց, բայց ամեն դեպքում դա այն մասին էր, որ մենք գնում ենք այդ ուղղությամբ, եկեք ժամկետի հետ խնդիր ունենանք, լավ, եւ Պոլսո հայոց պատրիարքի հայտարարությունը, որ Հայաստանում տեղի ունեցողը այն մասն է Հայաստանը կլինի հակառուսական թե ռուսամետ ճամբարով եւ կաթողիկոսի հետագա անելիքները եւս նա դիտարկում էր 26-ի ընտրությունների այսպես տրամաբանության մեջ։ Այս երկու հայտարարությունները գալիս են ապացուցելու ձեր նախորդ պնդումները, բայց սա հարց չի այն մասին, որ ձեզնից մեկնաբանություն չունեմ այս հարցով, կմանրամասնեք ոնց է էլի վեկտորը եւ ներքաղաքականությունը, այսպես ասենք, խառնվում։ Մոլդովան օրինակ շատ լավ օրինակ է այս առումով։ Ինչ ենք մենք տեսնում կամ տեսնելու։ Ես կարծում եմ, որ Պոլսո պատրիարքի այդ հայտարարությունը բավականին պրիմիտիվ էր դարձնում գնահատականը ամբողջ գործընթացների, որտեղ բացի դրանից, որ այստեղ լուծվում են աշխարհակահաղական հարցեր, բնականաբար դա բավականին կարևոր բաղադրիչ է բոլոր զարգացումներով, բայց ամեն դեպքում ես դա առաջին տեղում չէի դնի, առաջին տեղում ամեն դեպքում դա իշխանության համար պայքար է։ Եվ եթե ասենք այս գործիքը, այս կամ այն քաղաքական ուժի համար արդյունավետ չէր լինի, այդ գործիքը կարող էր եւ փոխվել, նաեւ ուղերձը հանրությանը նույնպես կարող էր լրիվ հակառակը լիներ։ Առաջին տեղում ամեն դեպքում իշխանության համար պայքարն է եւ դա է ամենավտանգավորը, որտեվ եթե ամեն ինչի կենտրոնում իշխանություն պահելու կամ վերցնելու գաղափարն է, դա ամենալուրջ ռիսկերն է երկրի հետագա ժողովրդավարական եւ իրավունքի վրա հիմնված զարգացնելու գործընթացի համար է, հա։
եւ դա է կարծում եմ հիմնականը, որ պետք է նկատեին մեր հայրենակիցները, որոնք ապրում են այլ երկրներում։ Չարժի այդպիսի պրիմիտիվ պատկերացումներ տարածել։ Միգուցե դա պայմանավորված է նրան, որ հայտարարությունը արված է ի վերջո Թուրքիայից, որտեղ կա միանշանակ քաղաքական հետաքրքրվածություն, որ այդպես էլ ամեն ինչ ընկալվի։ Այս մենք շատ լավ գիտենք, որ որքան էլ համայնքի համար կարևոր կառույց է Պատրիարքարանը, ամեն դեպքում ինքը չի կարող չաշխատել համահունչ Թուրքիայի իշխանությունների գոնե արտաքին քաղաքական առաջնահերթությունների շրջանակներում, այսինքն դա ինչ որտեղ նաև ներքին Թուրքիայում ներքին սպառման համար էր արված, բայց ես կարծում եմ, որ ամեն դեպքում մենք պետք է ուշադիր լինենք այն մտահոգություններին, որ կա եւ Կիլիկիո կաթողիկ ասարանում եւ Պոսո Պատրիարքարոնում, քանի որ այնտեղ ամեն դեպքում համայնքներ են, որտեղ այդ իմ ասած հանդուրժողականության չափորոշիչները շատ ավելի բարձր են, որտեղ եթե խոսքը գնում է էթնիկ համայնքի մասին, որը պետք է կարողանա գոյատևել բավականին բարդ պայմաններում, այնտեղ կանոնները շատ ավելի հստակ եւ խիստ են պահպանվում եւ դրանց ավելի հստակ են հետևում։ Այսինքն այդ մարդկանց համար բարոյական չափորոշիչները շատ ավելի բարձր են եւ կարեւոր են եւ իրենց ընկալումները նաեւ զարգացումների մեզ համար շատ կարևոր են։ Այն հարցերը, որոնց նկատմամբ մենք ամենօրյա մեր կյանքում զգայուն չենք, այնտեղ բավականին զգայուն են ընկալվում։ Արդյոք ռուս-ուկրաինական պատերազմի ներկա ընթացքը կամ Արևմուտք Ռուսաստան հարաբերությունների այն մասին են, որ Հայաստանը, այսպես ասենք, ընտրություն կատարելու անհրաժեշտություն ունի ԵՄ գնալ, թե չգնալ, օրինակ 26-ի ընթառաջ ընտրություններն ընթառաջ հունիսին, մայիսին հայտ ներկայացնի, թե օգոստոսին եւ այլն, գիտեք ինչ նկատի ունեմ, որ կարող է սխալ է, միշտ հասկացվել է, որ այս որոշումը պետք է կատարվի այն ժամանակ, երբ որ կա նաեւ աշխարհաքաղաքական որոշակիություն, այսինքն պարզ է Ռուսաստանի ճակատագիրը ինչ է լինելու, ինչքանով վտանգավոր կամ անվտանգ պետություն է լինելու այդ թվում մեզ համար, հետևաբար մեր այս քայլի ազդեցությունը այդ ուղղությունից ինչ կարելի է սպասել, թե այս տամագավ կոչեցյալ հրթիռները կարող են նժարը թեքել Ուկրաինայի ուղղությամբ եւ ավելի արագացնել Հայաստանի իշխանությունների որոշումը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել։ Ամեն դեպքում, որպեսզի դու ընդունես պատասխանատու որոշումներ, դու պիտի ունենաս լեգիտիմության բավականին բարձր աստիճան, եւ օրինականության։ Այսինքն մի բան է, որ դու ինչ որ կարևոր պատասխանատու որոշում ես կայացնում, երբ մինչև ընտրությունները մնում է 8 ամիս, եւ միանգամայն այլ բան է, եթե ընտրությունները ավարտված են եւ դու հասել ես քո քաղաքական նպատակներին։ Բնականաբար դու ավելի վճռական ես, ավելի բաց եւ անկեղծ ես ներկայացնում քո քաղաքական պլանները, բայց ասել, որ ամեն ինչ միայն այդ աշխարհաքաղաքական ընտրության կամ կողմնորոշման հետ է կապված, ես չէի համաձայնի այդ մտքի հետ։ Ավելի շատ ես կասեի, որ այստեղ այդ լեգիտիմությունը անհրաժեշտ է, որպեսզի ավելի վճռական եւ հետեւական լինի Հայաստանի իշխանությունը կապված հարևանների հետ հարաբերությունների, հա, ոչ թե ավելի մեծ գլոբալ աշխարհաքաղաքական կողմնորոշման տեսակետից, այսինքն Եվրամիության անդամակցելու կամ չանդամակցելու հարցը ես չեմ կարծում, որ հենց այն նպատակն է, որի համար մարդիկ գնում են իշխանության կամ գնում են ընտրվելու, գնում են հակառակ, հա, նպատակների համար։ Դա չի հիմնական օրակարգը, ես արդեն նշեցի կարևորությունը, պարզապես անկախ ամեն ինչի իշխանությունը պահելու կամ վերցնելու հանգամանքը, երկրորդ տեղում կարևորությամբ ես կհամարեի այդ անվտանգության եւ խաղաղության հետ կապված լուծումները, դրանք երկրորդն են երևի կարևորությամբ եւ երրորդ տեղում երևի այն հարցերն են, որոնք կապված են երկրի կառավարելիության հետ։
որտեղ մենք ունենք երկրի կառավարության հետ կապված լրջագույն հարցեր այստեղ, որոնք կապված են եւ կառավարման համակարգի թուլության թերի զարգացման հետ եւ պրոֆեսիոնալիզմի հետ, կոմպետենտության հետ բազմաթիվ այդպիսի հարցեր կան, որոնք առաջացնում են լուրջ հակասություններ, քանի որ դրանց դրսևորումները բացասական դա կոռուպցիան է, դա տարբեր պետական եւ հանրային կառույցների անարդյունավետ գործունեություն է, որի հետ ամեն օր առնչվում են քաղաքացիները, եւ դա է նույնպես կարևոր օրակարգային հարց, եւ ես որքան հասկանում եմ այդ հարցերը որքան մոտենալու է այդ երրորդ, տիպի հարցերը, կարգի հարցերը, որքան մոտենանք մենք ընտրությունների օրվան, այդքան ավելի արդիական են դառնալու ընտրողների համար, քանի որ կամաց այդ առճակատումը ինքը իջնում է համապետական մակարդակից, որի հիմնական հարթակը խորհրդարանն է, իջնում է դեպի համայնքներ, եւ մենք տեսնում ենք արդեն լուրջ առճակատման դրսևորումներ տարբեր համայնքներում, որոնք ստանում են նաև բավականին ողբերգական զարգացումներ, եւ Փարաքարը ես նկատի ունեմ, եւ հիմա Գյումրին, անկախ դրանից ինչ է հիմքում, բայց մենք համայնքների ներսում տեսնում ենք առճակատում եւ դա երբեք կայունության համար երկրում նպաստավոր պայմաններ չի ձևավորում։ Factor TV-ում հյուրընկալել ենք Բորիս Նավասարդյանին։